Քանի որ Զիրոյանի տարբերակը եղավ որոշակի նոր պիտի տեսնեինք էկրանում որպես հաղորդավար եւ պետք էր նրա կողքը տանող փորձառու հաղորդավարի կեցվածք բնականաբար եւ արդեն որպես նոր թարմ դեմք շանթի պրոյեկտներում նկատի ունեմ նոր մարդ եւ գործընկերս առաջարկեց Գոհարի տարբերակը, որը ոնց որ այդ պահին լույս լիներ ու հասկացանք, որ լավ տարբերակ է, բայց արդյոք հարմար կլինի։ Ինձ համար մեծագույն անակնկալ էր նախ ստանալ առաջարկը Շանթ հեռուստաընկերության կողմից եւ այն էլ ինչ առաջարկ վարել, երբեմնի ամենավարկանշային նախագիծը, որն է հայ սուպերստարը, փաստորեն 13 տարի չէր եղել եթերում եւ հիմա պետք է նոր շնչով վերսկսվեր։ Եվ սա ինձ համար իսկապես եւ հետաքրքիր էր եւ պատասխանատու էր շատ։ Ու նաեւ անձամբ ինձ համար ինչ որ չափով մարտահրավեր էր, որովհետեւ 3 բալիկներից հետո այսպեսի մեծ շոուի մեջ չեմ ներգրաված եղել եմ ավելի դոկումենտալ նախագծերի մեջ։